Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, կրկին մենք Կենտրոն հեռուստաընկերության եթերում ենք, նոր 2026 թվականին սա մեր առաջին հաղորդումն է եւ քանի որ մեր հույսը եւ հավատը ապագայի դա մեր երիտասարդությունն է, այսօր իմ տաղավար եմ ես հրավիրել երկու երիտասարդների, երկու փայլուն երիտասարդների, որոնք եւ արդեն ավարտում են ուսումնական հաստատությունը բարձրագույն եւ աշխատում են եւ այսպես Արեն Նասիբյանը, շնորհակալություն Արեն, որ ընդունել ես իմ հրավերը եւ Արման Սանոսյանը նույնպես բավականին խոստումնալից մեր փայլուն երիտասարդներից է եւ այսպես սիրելի երիտասարդներ Արեն եւ Արման ինչու եմ ես հրավիրել նախ եւ առաջ ես արդեն տեղեկացա որոշ ժամանակ առաջ որ դուք մասնակցել եք առաջարկ Հայաստանի նախաձեռնությանը որը պարոն Ծառուկյանն էր իր հովանուներ քո կազմակերպել էր սա եւ միտքը հիմնականում կայանում էր նրանում որ եւ բացահայտենք մեր երիտասարդների փայլուն մտքերը, հայրենանվեր մտքերը եւ իհարկե կարողանանք որոշակի խթաններ առաջացնենք, մոտիվացնել այդ եւ նմանատիպ այլ առաջարկների պրակտիկ իրականացման առումով եւ ես գիտեմ որ դուք երկուստ էլ այստեղ այդ մրցույթում որոշակի, այսպես ասած, շահումներ ունեք, դրա մասին դեռևս կխոսենք, բայց այսօրվա իմ այս մեր հաղորդման, մեր հանդիպման հիմնական նպատակը այն է, որպեսզի մենք վեր հանենք, թե Հայաստանի Հանրապետությունում երիտասարդները ինչով են զբաղված, ինչ հեռանկար են տեսնում, արդյոք նրանք կայուն մեր հայրենիքի, ուրեմն այսպես հողի վրա կանգնած են, թե այլ մտքեր ունեն, թե կրթական իրենց մակարդակներն ուզում կատարելագործեն, որովհետև այսպեսի մի բան կա, չէ, որ ասում են, եթե մենք հույսով չապրենք ապագայի նկատմամբ, հույսով չապրել նշանակում է ընդհանրապես չապրել, հա, այսպեսի մի միտք կա եւ դրա համար Առաջինը ուզում եմ ես ձայնը տամ Արենին, Արեն, խնդրեմ մրցույթին ինչպես ես մասնակցել, հիմա ինչով ես զբաղվում, հետո արդեն ավելի քննարկումը կծավալենք, նաև Արմանը կմիանամ ես, խնդրեմ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար, պարոն Մելքումյան։ Ես Արեն Նասիբյանն եմ, Ալավերդի քաղաքից, սովորում եմ 4-րդ կուրսում, աշխատում եմ կրթական ոլորտում, ուսուցիչ եմ մաթեմատիկայի, սովորում եմ որպես տնտեսագետ եւ հիմա ավարտելուց հետո մասնագիտությունս հենց որպես տնտեսագետ եմ պատկերացնում։ Իրականում առաջարկ Հայաստանին նախաձեռնության մասնակցությունը շատ հետաքրքիր ստացվեց, որովհետեւ իմ ընկերներից մեկը ուղարկեց, ասելով որ հենց սա ոնց որ քո համար եղած լինի, մի հատ փորձիր, գրանցվիր եւ այլն։ Ու հետո ինձ համար շատ կարևոր էր այն, որ պարոն Ծառուկյանը իր նախընտրական ծրագրի մեջ ուզում է ներառել նաև այն ծրագրերը, որոնք երիտասարդներն են ուզում առաջարկել, քանի որ հենց երիտասարդը կարող է ասել այն, ինչ որ իրեն է վերաբերվում, այսինքն եթե այդ խնդիրներին բախվում է ինքը, չի կարող մեծահասակ մարդը ասել, թե ինչ խնդիրի կարող է բախվել երիտասարդը։ Դրա համար փորձեցի մի քանի առաջարկներ անել, առավել եւս աշխատանքի տեղավորման, ուսում, աշխատանք կապի միջև, քանի որ ես հենց գտնվում եմ այդ կապի օղակի մեջ այս պահին ու ցանկանում եմ, որ այդ խնդիրները վերջնական լուծում ստանան։ Արդ միտքդ պահի այսպեսի մի բան, ասինքն դու տնտեսագետ ես դառնում, հա, արդեն կավարտես, քանի որ ես էլ եմ տնտեսագետ, Արմանն էլ է տնտեսագետ, եւ բայց նաեւ մաթեմատիկայի ուսուցիչ ես։ Իհարկե ակնհայտ է, որ լավ մաթեմատիկա իմանալը դա լիարժեք տնտեսագետ դառնալու կարևոր պայմաններից մեկն է, բայց հետաքրքիր է որ դու ուսուցիչ ես, այսինքն դու նաև դպրոցականների հետ ես աշխատում, շփվում, այսինքն սերունդների այս շղթայական համակեցության այս ամբողջ իրավիճակը դու զգում ես, իսկ ինչ ես կարծում շփվելով նաև դպրոցականների հետ, արդյոք դպրոցականը քայլ առ քայլ արդեն պատկերացնում է թե ինքը որ երկրում է ապրում, ապագայում ինչ ռիսկեր կա իրենց ընտանիքներում, ինքը կարող է արդյոք լավ ապագա տեսանելի ունենալ, ինչ է զգում։ Ինձ թվում է, որ այդ խնդիրը գնալով խորանում է, որովհետև անկեղծ, հա, անկեղծ եմ ասում, որ երեխաների պատկերացումները գնալով ավելի են փոքրանում, այսպես ասած, ծնողը մինչև վերջ փորձում է իր երեխուն ինչ-որ գնդի մեջ պահի, որ երեխան չհասկանա ինչ է կատարվում, ինչ երկրում է ապրում, ինչ անելը։ Իսկ այդ հեռախոսի մեջ լինելը մշտական։ Հա, այդ ամենալուրջ խնդիրն է, եւ համակարգչի եւ հեռախոսի բոլոր ծնողներն են դրանից բողոքում, ու բայց խնդիրը հենց նրա մեջ է, որ ծնողը բողոքում է, բայց չի կարողանում երեխային այդ ամեն ինչից կտրի, որովհետև նու հասկանում ենք բոլորիս առօրյայի մեջ բավականին մեծ է, էլի դա։ Գիտեք ինչ, մի հատ ես մի բան հիշեցի, նաև մենք ֆիլմերում ենք նայում, խոսքը գնում է պատմական անցքերի համար կարճ ժամանակ, ասենք մի 50, 60, մի 70 տարվա ռեժիմով,
երբ որ մենք նայում ենք կամ խոսում ենք շատ ավելի ավակների հետ կամ խոսել ենք մեր տատիկ պապիկների հետ, այն ժամանակ արդեն 4-րդ, 5-րդ դասարանցին, 3-րդ, 4-րդ դասարանցին աշխատել է, որտեղ եղել է նյութական ծանր պայմաններ, խոսքը գնում է վաղ խորհրդային տարիների մասին, ասենք 30-40-ական թվականներ, եւ արդեն այդ աշխատելով, այդ բեռը կրելով դպրոցական երեխան այն ժամանակների արագ է մեծացել։ Այսինքն հիմա տեսեք, ես այդ միտքը հետեւյալն է, հիմա երևի Արմանն էլ դրան կարծում։ Տեսեք, մեր դպրոցականները ինչ եք կարծում, արագ են մեծանում, արագ են հասունանում, թե այդ թվում նաև ուսանողների մասն է խոսքը, թե նրանք ոնց որ դուք ասեցիք, այդ կաղապարված, այդ ձնագնդու մեջ, այսպես տարայի մեջ, այդ հեռախոսի եւ համակարգչի մեջ, ինչ որ մի ստանդարտ բանաձևով ուղղակի ամենատարբեր ինֆորմացիաներ են կլանում, որը չգիտես, իրան զարգացումա թե հակառակը հետ է մաղում։ Ինձ թվում է երկրորդը, որովհետև հիմա ծնողները փորձում են երեխային եւ այս տալ եւ այս տալ եւ այս տալ, այսինքն բոլոր տեղեկատվական, բոլոր կրթական բաները տալ, ոլորտներից ինքը տեղյակ լինի, բայց երեխան չի կարողանում, քանի որ ծնողը նաեւ դրա հետ միասին երեխային պահում այդ երեխայական վիճակի մեջ, մինչեւ դպրոցի ավարտելը, նույնիսկ մինչեւ համալսարանի ավարտելը պահում են այդ ձնագնդի մեջ, երեխան չի կողմնորոշում այդ տեղեկատվության հետ ինչ անի, ուղակի ստանում է։ Ինքնուրույն էլ որոշում չի կարողանում կայացնի։ Արման, քիչ հետո դու նաեւ ձեր համայնքի մասին կխոսես եւ այլը, բայց ուզում եմ այս թեման մենք նաև քո կարծիք համապայման իմանանք։ Տես, ես որ ասեցի, այդ հերու ժամանակներում երեխան ավելի արագ էր հասունանում, իմ կարծիքով նաև միգուցե տարբերություն կա քաղաքի եւ գյուղի երեխաների միջեւ։ Պետք է անկեղծ ասենք, որովհետեւ բակ հասկացությունը ըստ էության կորել է Երևան քաղաքում, շատ քիչ է, այնտեղ որտեղ սեփական սեկտոր չի, սեփական տնտեսական սեկտոր չի, բարձրարկ շենքեր եւ այլ, այդ բակ հասկացությունը չի աշխատում նախկինի նման, իսկ գյուղում դուրս է գալիս, շփվում են հարևաններ, գյուղամեջ, չգիտեմ, զբաղվում է նաև գյուղատնտեսական, անասնապահական եւ այլ, վաղ տարիքից ինչ կարծիքի ես, դու նաև սովորում ես Երևան քաղաքում, շփվում ես եւ ձեր համայնքում գյուղաբնակ, նախ ասա, որ համայնքից ես, այդ տարբերությունները երեխաների եւ հետո ուսանողների մեջ զգացնել տալիս է, թե չէ, խնդրեմ։ Բարդ է, շատ շնորհակալ եմ առաջարկի համար։ Ես Նահապետավան համայնքից եմ, Շիրակի մարզի։ Արտիքի տարածաշրջանի։ Տեսեք գյուղի եւ քաղաքի Նահապետավան համայնք, այո։ Տեսեք գյուղի ու քաղաքի երեխայի տարբերությունը ինչ է։ Գյուղական համայնքներում երեխան կարելի է ասել ամոթի զգացողություն ոնց որ ունենա էլի, որ այս քայլը անելու չասենք որ քաղաքինը չունենա ամոթ։ Չէ, ամեն քայլ անելուց մտածում եմ, վայ իմ հետևից էս կխոսան, վայ այն կխոսան, բայց քաղաքներում այդպես չի, քաղաքում երեխաները շատ ազատ են։ Կրթական հաստատություններում գյուղի եւ քաղաքի տարբերությունը այն է, որ գյուղերում ավելի շատ են կենտրոնանում ուսուցման վրա, ավելի քիչ է էլի տեղեկատվական համակարգերով աշխատելու, բայց քաղաքում ավելի շատ կենտրոնացած են տեղեկատվական համակարգեր, հեռախոսը, չգիտեմ, այդ նոթբուքների հիման վրա են երեխաները սովորում, որ փորձը նայում ես հին ժամանակների ու հիմիկվա ժամանակների, երեխաները հիմա տեղեկացված են, բայց գիտակից չեն։ Իսկ այն ժամանակ տեղեկացված, բայց քիչ գիտակից։ Հասարակությունը գիտակցված է այն ժամանակ, բայց տեղեկացված չէին։ Այդ է խնդիրը։ Իսկ այս նորարար տեխնոլոգիաները, որ բերվել են արդեն դպրոցներում հեռախոսներ, կոմպյուտերներ, որ երեխաները դրանցով են սովորում, ուղղակի ռոբոտացնում են։ Մեր երեխաները չեն կարողանում մտածել։ Երեխայի մոտ առաջադրանք է տալիս, երեխան հասարակ թվաբանական մաթեմատիկական գործողությունը չի կարողանում, ինքը մտածում է ինչ անի այդ պահին, որպեսզի մի հատ միջոց ընկնի իր ձեռը հեռախոսման, որպեսզի կարողանա գործողությունները անի, թիվը գրի կամ չգիտեմ։ Ես համաձայն եմ հիմնականում, եկեք այսպես մի հատ նայենք, այդ դեպքում, այսինքն կախվածություն, այդ նոթբուք, հեռախոս եւ այլն, համակարգիչ եւ այդ կախվածությունից չեն կարողանում ազատագրվեն, պայմանական ասած, ուսուցիչների հետ էլ կապված խնդիր կա։ Ուսուցիչները հիմա փորձում են այն ինչ որ երեխան կարող է ստանալ ինտերնետի միջոցով, դրանք չտալ։ Այսինքն, օրինակ պատմության ուսուցիչն ասում է, ինչի համար ես երեխուն ստիպեմ սովորել թվերը, եթե թիվը ինքը կարա մի հատ կլիկով, համակարգչից իմանա։ Մաթեմատիկայի ուսուցիչն ասում է, ինչի ես սովորեցնեմ իրան, մեծ թվերն իրար հետ բազում պատկել, եթե ինքը կարա կալկուլյատորով անի։ Այսինքն, այդ ռոբոտացման խնդիրը նաև ուսուցիչների խնդիրն է։ Ուսուցիչները փորձում են իրենց գործը հեշտացնելով երեխային թողնել շատ քիչ սովորելու բաներ։ Իհարկե կան նաև միջազգային պրակտիկա, թե հիմա ավելի շատ այդ ինտեգրում է այդ դպրոցական նաև առարկայական կամ կրթական ծրագրերի շրջանակներում
միջազգային փորձը կարող է այսպեսի փոխում են տեղայնացնել, բայց մենք մեկ բան պետք է իմանանք, որ ես էլ շփվելու ուսանողների հետ եւ այլն, որ տեսեք, որոշ ժամանակ անց դպրոցականը, չեմ ասում հենց առաջի երկրորդ դասարանում անմիջապես, ինքը պետքա կարողանա ինքնուրույն որոշում կայացնի որոշակի տեղեկատվություն ստանալուց հետո, բայց այդ համակարգիչը եւ այդ հեռախոսը ավելի շատ ինչ-որ խաղերի դաշտում է գտնվում եւ թե ուր է տանում դա, տենց, այսինքն եւ չազատագրվել է այդ խաղերի դաշտից վերում որոշակի բացասական էլեմենտների։ Շատ շատերը ծնողները, որպեսզի երեխային կտրեն, ասենք թե չգիտեմ, տանում են տարբեր պարապմունքների, սպորտով պետք է զբաղվեն, տարբեր, որպես դուրս գա դրանից, զբաղված գնա տարբեր բաներով զբաղված լինի, այդ թվում նաեւ ուրեմն տարբեր դպրոցից դուրս ուսուցիչների հետ, այսպես կոչված ռեպետիտորների հետ զբաղվել եւ այլն, որպեսզի ծանրաբեռնվի, հոգնի եւ այլևս բան չանի, բայց սա լուծում չի, ես կարծում եմ այդ ահռելի բան նույնիսկ մի 2-3 տարեկան երեխաները արդեն սկսում են իրանց ինչ որ մատերի շարժումներով բան անել, բայց հենց դրանք անդրադառնանք, Արման, ես ուզում եմ մենք անդրադառնանք ձեր համայնքի նահապետավանի ուրեմն խնդիրներին գյուղական, այդ մի հատ խնդրում եմ վիճակը այնտեղ ներկայացնես, նախ եւ առաջ մեծեր, փոքրեր, միջին սերնդի ներկայացուցիչներ, աշխատատեղեր, գյուղատնտեսություն, մի հատ հասկանանք ինչ է կատարում, հետո նորից երիտասարդներին կանդրադառնանք։ Տեսեք, մեր գյուղը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, բարձրադիր գյուղ է, չէ՞, 2000 մետրից մոտ 2020 մետր բարձրության վրա են գտնվում, հիմնականում գյուղատնտեսություն, անասնապահություն, մեծամասնությունը շինարարություններով է զբաղվում համայնքներից դուրս, բայց գյուղում քանի բնակիչ կա։ Մոտ 900 հոգի հասնում են, էլի բնակիչները։ Մեր համայնքում գրեթե 140 հեկտար տարածք ունենք ցանկատարածություն, որից ընդամենը 40 հեկտարն է ցանվում, որը շատ ցենց ահռելի բացասական ազդեցություն ունենում համայնքի վրա։ Ինչն է սրա պատճառը, որ մեր համայնքը ունի լուրջ ջրի խնդիր, ունի լուրջ մշակելու տեղեկատվության պակաս։ Համայնքը ունի այնպիսի տարածքներ, որ ջրեր են անցնում, ձորերի միջոցով գնում են, կարելի ասել մեր քթի տակով ջուրը անցնում գնում է, բայց մենք այդ ջրից չենք կարող օգտվել։ Այստեղից ինչ հետևություն են կանում, որ եթե մեր համայնքը ունենա ջրամբար, մենք համ մեր համայնքի ջրի պահանջը կարանք բավարարենք համ մյուս համայնքների։ Այնպես չէ, ես հիմա ասում եմ մեր համայնքը պետք է ունենա ջրամբար, այդ ջրամբարից մենակ մեր համայնքը պետք է օգտվի, այդ 40 հեկտարից բացի իշքան ազատ հողատարածքներ կան, դրանք էլ կմշակվեն, չէ։ Խոսքը գնում է մի քանի համայնքների մասին, որ այդ ջրամբարի հիման վրա կարող ենք այդ մի քանի համայնքներ մենք սպասարկել։ Մյուս համայնքները որոնք են։ Հարիճն է, ներքևից Սարալանջն է, հələ որ այդ երկու համայնքն ենք ներգրավելու, եթե ստացվի ջրամբարը կառուցվի, մենք կարող ենք սպասարկել այդ համայնքներին։ Իսկ այդպիսի նախագիծ եղել է, այդ տիպի փոքրիկ ջրամբար կառուցել։ Սրանից մի 10-15 տարի առաջ նախագիծ էր եղել այդ հատվածում, որ պետքա ջրամբար կառուցվեր, եկել էին փորձաքննություններ էին անցկացվել, զարմացել են, որ այս ծևի տարածք է ունեցել մեր Հայաստանը, ու մենք բացի թողի վիճակում ենք թողել։ Եղել են, անցկացվել է բոլոր փորձաքննությունները, շատ դրական պատասխաններ։ Հանրային լսումներ։ Այո։ Եկել է ժամանակը, որ պետք է արդեն ջրամբարը կառուցվեր, ինչ հանգամանքներով, թե թղթաբանության խնդիրներ են եղել, ինչ եղել, ջրամբարը չի կառուցվել։ Մի րոպե, մի հատ ջրամբարի նշանակությունը իհարկե պետք չի թերագնահատել, ընդհակառակը ընդունենք այդ ջրամբար եկող ջրերը որտեղից պետք է գան, այսինքն ինքը հիմնականում Արագած լեռան հալոցքների Հիմնականում Արագած լեռան հալոցների եւ տարբեր փոքրիկ ամենաբարձր կետերից մեկն են, բոլորը մեր քթի կոպերտ ասած քթի տակով անցնում գնում էլի, մեր ձորերով։ Բայց ինչ եք նկատում, եթե իհարկե դու ուսումնասիրել ես տարեց տարի, միգուցե մենակ հալոցներից չի, այդ հոսող անցնող ջրի քանակը ինքը նույնն է մնացել, թե փոքրացել կամ ավելացել է։ Դա հարաբերական է, տարիկա լավ է, տարիկա վատ է, չենք կարող ընդհանուր ցուցանիշ հանենք, որ չէ, տարոց տարի կճնում է կամ տարոց տարի։ Ինչ եմ ես ասում, իհարկե չեմ ուզում համեմատեմ, մեր հեռուստադիտողներին մի հետաքրքիր դրվագի մասին պետք է պատմեմ, որի մասին ես վերջերս ես իմացա, ինչպես գիտենք, ուրեմն Մեղրու եւ Իրանի սահմանին դեռևս մի 15-20 տարի առաջ նախատեսվում էր, որպեսզի պետք է 2 հիդրոէլեկտրոկայան կառուցվի, կարծեմ ամեն մեկը $250 միլիոն ուրեմն ներդրման ծրագրով,
Արաքս գետի վրա, Հայաստան Իրան սահմանի վրա եւ հաշվարկները ցույց են տվել, որպեսզի այդ հիդրոէլեկտրակայանները կառուցվեն, դրանք մեծ հզորության էլեկտրակայաններ պետք է լինեին, ուրեմն պետք է վարկյանում ջրի հոսք լինի համապատասխան, որպեսզի ինքը հիմնավորված լինի, փաստարկված լինի, եւ այդ պայն 2010 թվականի դրությամբ հաշվարկները ցույց էին տվել, որ վարկյանում շուրջ 200 խոնարհ մետր ջուր էր անցնում։ Մեղրու հատվածում Իրան-Հայաստան սահմանին վարկյանում 200 խոնարհ մետր։ Հետագայում երբ որ ձգձգվել է այդ պրոյեկտի իրագործումը, բայց ուզեցել են անդրադառնալ դրան, խոսքը գնում է արդեն 2016, 17, 18 թվականներին, ուրեմն պարզվել է, որ վարկյանում այդ 200 խոնարհ մետրը դարել է 30-40 խոնարհ մետր եւ ավելի է իջել դրանից էլ հիմա։ Այսինքն իսկ ուր են գնացել այդ ջրերը։ Ես իհարկե չեմ ուզում դա համատեմ, պարզվում է, որ վերևի հատվածում Արաքսի արդեն Թուրքիան կարողացել է շուրջ 2 միլիարդ խոնարհ մետր, 2 միլիարդ խոնարհ մետր ծավալի ջրամբարներ կառուցել այդ հատվածներում եւ այդ ջուրը պարզ ուղղվել են Արաքս գետից դեպի այդ թուրքական ջրամբարների ուղղությամբ, որպեսզի մեր հեռուստադիտողը իմանա թե 2 միլիարդ խոնարհ մետր ջուրը ինչ ծավալ է իրենից ներկայացնում, պետք է ասեմ, որ օրինակ Սևանա լիճը ինքը 32 միլիարդ խոնարհ մետր է, բայց ասենք թե Ախուրյանի ուրեմն ջրամբարը 500 միլիոն խոնարհ մետր է, հա, եւ ասենք թե օրինակ պայմանական այսպես ասեմ, որ ասենք Սպանդարյանի ջրամբարը, որը ասենք Սիսյանի հատվածում է գտնվում, մոտավորապես 250 միլիոն խոնարհ մետր է։ Ուրեմն մենք հասկանանք, թե այդ 2 միլիարդը ինչ է եւ այդ վարկյանում 200 խոնարհ մետրը կամ 30-40 խոնարհ մետրը իրանից ինչա ներկայացնում։ Ցավոք սրտի, այսինքն ջրային պաշարները, Արման ջան, ջրային պաշարները իրանք նես բաներ են, որ մենք պետք է կարողանանք ճիշտ արդյունավետ օգտվենք եւ ջրամբարաշինության այդ ծրագրի սահմաններում, ես չգիտեմ դու ծանոթ ես թե չէ, նախատեսված է ծրագրերի տեսքով, որը իրականացնում է համապատասխան տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներքո, մոտ 12 ջրամբարի ծրագրային փաստաթղթավորում կա, բայց թե որը որ վիճակում է, մենք տեսանք վերջերս, որ Կապսի ջրամբարը նույնպես կանգնացվել է համապատասխան պայմանագիրը չեղալ անելու արդյունքում։ Այսինքն Հայաստանը շատ կարիք ունի համապատասխան ծավալի ջրամբարների, որը ցավոք սրտի մենք չգիտենք թե ինչ տեմպով է գնում, ոնց է կառուցում։ Այսինքն ձեր գյուղի համար դուք գտել եք այդ լուծումը, այդ ինչ։ Բայց կարող է չի կողքի համայնքների Բայց կարող է այդ որ դա լինի հետագայում ասենք դեպի ներքևի համայնքները բողոքեն թե այդ ջուրը վերևի համայնքները տանեն։ Չէ, ինչ չի թվում որ այդ տարածքը փակելով ինչ որ ջուր հատկացնելով մյուս համայնքներին խնդիր է։ Իսկ ներքևում որ համայնքներն են, որ այդ հոսքով տենց ջուրը գնում է ամոթ։ Այդ ջուրը ձոերով գնում հասնում է մինչև Հոռոմ։ Հոռոմի գյուղ լսած կլինեք, ասնում է Փանիկով, այնտեղ արդեն Գետապով, այդ համայնքներով մինչև Հոռոմ է գնում լսվում։ Բայց ելի եմ ասում, երբ որ մենք սարկում ենք այդ ջրամբար, երկու պատն էս չի մեծ ծախսերի խնդիր է, էլի երկու պատը կա, ընդհանրապես մի հատ դեմից են պատանը ամրացնում ու վсё։ Շատ բարի։ Ունենք Կարծում եմ, որ հիմա մեր Արման Սամոսյանի առաջարկը, որ Նահապետավան համայնքից է, բարձրադիր 2020 մետր բարձրության վրա գտնվող, այս քո առաջարկը համապատասխան պատկան մարմինները կլսեն կամ համապատասխան ուրեմն մասնագետները կլսեն եւ կարելի է նաեւ ձեր համայնքն էլ պետք է ակտիվ լինի, որպեսզի գեներացնի այդ հարցի լուծումը, եթե կա իհարկե մեծ ծախսեր կներեք համար մեր համայնքը պատրաստ է զբաղվելու գյուղատնտեսությամբ մեծ արտադրություններով, ուղղակի խնդիրը կայանում է հենց ջուրը։ Նաև ուզում եմ շեշտել, որ ոչ միայն մեր համայնքում, այլ Հայաստանի Հանրապետությունում մի հատ շատ գլոբալ խնդիր կա, որ հողերը անխտի չեն գնում մշակման։ Տեսեք 400 մոտավոր 60000 հեկտար հող ունենք Հայաստանում ցանկատարածներ, որից ընդամենը 200-ից 230,000 հեկտարն է մշակվում։ Շատ վատ ցուցանիշ է մեր պետության համար։ Մենք գյուղատնտեսությունը ոնց որ բացի թողի վիճակում ենք բերել։ Ինչն է խնդիրը, տեսեք, բնակիչը չի ցանկանում հողը մշակի, չի է ցանկանում տա մշակման։ Մի հատ ներողություն, այս պահը շատ կարևոր պահ է, գյուղի ոլորտում մեր համակարգացիների գյուղաբնակ համայնքների մեր համակարգացիների հետ կապված աշխատատեղերի սիրելի հեռուստադիտող լսենք Արմանի հարցադրումը։ Դու շատ ճիշտ նշեցիր, որ ցանկատարածությունների կեսը մեր հանրապետությունում չի մշակվում, պատճառներին կանդրադառնանք։ Հիմա կոնկրետ
ձեր համայնքի օրինակով կամ հարակից համայնքների օրինակով մենք հասկանանք ինչի չեն ուզում հող մշակեն կամ անասնապահությամբ զբաղվեն, ահա։ Տեսեք ինչի համար չեն ուզում հող մշակեն։ Հողից հիմա եկամուտ չեն ստանում։ Ինչի եկամուտ չեն ստանում, որովհետև ունեն տեղեկատվության ահավոր պակաս, ունեն սուբսիդիաների պակաս նաև պետության կողմից։ Այսօր հողը ժողովուրդը գիտի, թե հողը բանը սերմը գցում են հողը, ծածկում են, գալիս է բերքահավաքի ժամանակ ու պետք է ինչ ստացվեց բերքից, всё, էտա ուրիշ ձև չկա մշակելու, չէ։ Հողը այսօր ճիշտ ձև ունի մշակվելու, հատուկ թունաքիմիկատներով, վիտամիններով, բայց Հայաստանում մենք ունենք այսօր այդ վիտամինների պակասը։ Մենք պետքա սովորացնենք ինչ ձևի պետքա հողերը մշակվեն։ Այսինքն ներողություն, մենք արձանագրում ենք, որ այսօրվա գյուղաբնակ մեր համակարգացին, որը պոտենցիալ հող մշակողն է, չի տիրապետում, այդ գիտելիքները չունի։ Գիտելիքը չկա համարժեք, որ ոնց անի, ոնց մշակի ժամանակակից ձևերով։ Հա? Վիտամին ասելով մեր բնակիչները մտածում են, որ չէ, քիմիա է, այս կողմ չի լինելու, մի երկու անգամ փորձել են, բայց սխալ ձևերով են փորձել։ Բայց ներողություն, ասինքն հիմա տարիներ առաջ, սրանից 40, 50, 60 տարի առաջ եւ այլն, որ մշակել են, իրանց ավակները չեն տեսել կամ չեն սովորացնում այդ մեծերը ավակները թեստեղ, այն ժամանակ աշխատել են, չէ՞ մարդիկ։ Բա այն ժամանակ, որ աշխատել են, այդ փորձը չի փոխանցվել։ Այն ժամանակ էլ փորձը չի եղել։ Այդ աշխատանքի ձևը, ահա։ Տեսեք, ուրեմն Այստեղ մի ուրիշ շատ կարևոր հարց կա, այն ժամանակ այս ջրի խնդիրը որ չկար, այդ արդեն համայնքները սպասարկվում էին այդ ջրերով, ոնց որ այդ վիտամինների պակասը չէր զգացվում, էլի հիմա որ այդ ջրի խնդիրը կա, այն ժամանակ չի եղել։ Այն ժամանակ այդքան չի եղել։ Ու կանդրադառնամ ինչի համար խնդիր չի եղել, ընթացքում, հա։ Ոնց այդ վիտամինների պահանջը այդքան շատ չի զգացվել, բայց հիմա որ ջրի խնդիրն է կա կլիման է տեսնում ենք որ ահագին փոփոխվել է, շատ տաքացում է, այո, դրա համար հատուկ մշակվող արդեն վիտամիններ կան, որ պետքա ճիշտ ժամանակին կիրառվեն, մինչև, չգիտեմ, բերքահավաքը, էլի։ Շատ կուզեմ անդրադառնալ այն փաստին, թե ինչի են ժամանակ եղել է ջուր, հիմա ունենք ջրի խնդիր։ Հիմնականում կապված է, ես չեմ վախենում կարտահայտվեմ, այս խոշորացված համայնքերի ծրագրի երևի դա 19 կամ 20 թվականներ, մի 6-7 տարի առաջ ազգային ժողովի մեր հանձնաժողովը Եվրասիական ինտեգրման մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված քննարկում էի կազմակերպել հենց այդտեղ սահմանը եւ մեղրի համայնքի գրասենյակում եւ պարզվեց որ Իրան-Հայաստան գազամողը որ անցնում է, չէ՞, մեղրիով, դա մեղրիով է գալի, Իրան ուստեղ չկա։ Բայց մեղրին գազաֆիկացված չէր ընդհանրապես։ Ասենք այդ գազը անցնում է, բայց այդ համայնքը գազաֆիկացված չի տարբեր պատճառներով։ Հիմա նույնն է, իհարկե հետո ըստ երևույթին մենք նաև այն ժամանակ դրանով զբաղվել ենք, բոլոր փաստաթղթերը կար, որ դա պետքա գազաֆիկացվեր արդեն։ Հիմա Արեն ջան, ինչ էիր ասում, դու ասա։ Այսինքն խնդրեմը կանում է նրանում, որ ոչ թե նրանում, որ համայնքները խոշորացված են, այլ համայնքի ղեկավարությունը սկսում է այս կամ այն գյուղին ոչ լիարժեք ուշադրություն դարձնել, որովհետև այդ հավասարությունը չի պահպանվում բոլոր համայնքների։ Այդ որ նայում ենք խորհրդային միության ժամանակ շրջաններ են եղել, համայնքները էլի խոշորացված են եղել, բայց բավականին լուրջ աշխատանք է կատարվել, որ բոլոր գյուղական համայնքները հավասարապես զարգանան, այսինքն խնդրեմը համայնքի խոշորացման մեջ չի, եթե նայում ենք բավականին ճիշտ, բավականին լավ գործողությունը համայնքային է, բնականաբար, եթե համայնքի ղեկավարությունը ուշադրություն դարձնում մենակ տեղի խոշոր համայնքին, այսինքն տեղի խոշոր քաղաք կլինի, մեծ գյուղ կլինի, իսկ մնացած գյուղերը դառնում են, այսինքն լրացուցիչ ինչ-որ միջոցների հայթայթման կենտրոն, այլ ոչ թե նրանց միջոց տրամադրելու, դառնում այնպես, որ մնացած գյուղերը դա ավելի քիչ են։ Շատ բարի, քիչ հետո մենք կանդրադառնանք գյուղին, բայց քանի որ գյուղատնտեսության թեմայով ենք խոսում, ասեմ, որ ցավոք սրտի արդեն 2024 թվականին, որտեղ 25 թվականի վերջնական ամփոփ տվյալները չկա, որը չի տարբերվի, գյուղատնտեսության ճյուղը մեր երկրի Հայաստանի համախառն ներքին արդյունքում չի անցնում 8%-ից, 8.1% է։ Դա խայտարակ ցածր թիվ է, երբ որ եղել է 18-20% տարիներով, հետո 16%, հիմա 8.1%, սա խայտարակ ցածր թիվ է։ Սա նշանակում է, որ գյուղում ավելի քիչ արդյունք է ստեղծվում մեկ, որ աշխատանքի արտադրողականությունը, այսինքն մի աշխատողի կամ մի գյուղացու հաշվով ստեղծված արդյունքը ամենացածրն է, շատ ցածր է, մի քանի $100 է, եթե դες պաշտոնական թվերին նայենք, իհարկե կարող է մի քիչ տարբերի որոշ թվերի մասը լինի, բայց դա կարևոր չի։ Այսինքն այնքան ցածր է, որ դա նշանակում է մենք կանգնած ենք այս ոլորտը կորցնելու խնդրի առաջ։ Հասկացանք, որ ավելի բարեբեր
միջավայրում, ասենք Արարատյան դաշտի, Երևանի մոտիկ զոնաներում եւ այլն, մի քիչ ավելի պայմանների ուշ են, բայց հեռավոր մարզերում, բարձրադիր մարզերում, սահմանավետ մարզերում մենք կանգնած ենք գյուղատնտեսության ոլորտը կորցնելու վտանգի առաջ։ Դա քաղաքականության արդյունք է, քանի որ մենք հիմա տեսնում ենք, որ երկրի փնտրում է ոչ թե շուկաներ, որտեղից կարող է նույն թունաքիմիկատը, նույն վիտամինը գնել, որպեսզի կարողանա գյուղացին օգտագործել, այլ փնտրում է շուկաներ, որտեղից կարելի է ուղակի հացահատիկը ներմուծել, ուղակի գյուղատնտեսական արտադրանք ներմուծել, այնինչ, որ մեր գյուղատնտեսությունը միշտ բարձր որակ է տվել, միշտ բարձր լավ քանակ է տվել, այսինքն ներմուծելու փոխարեն ուղակի այդ թունաքիմիկատները, վիտամինները ներմուծելու հիմքի վրա պետք է դրվել։ Ես ցուցանիշները ասեմ, տեսեք, սովետական տարիներին, եթե խոսքը վերաբերվում է հացահատիկին, մենք կոնկրետ ցորեն արտադրել ենք մոտ 320,000 տոննա միջինը։ Հետագայում ինքը որոշ չափով աճեց, ընդհանուր հացահատիկային կուլտուրաներ։ Մենք սպառում ենք, այսպես ասած, եւ ցորենը եւ ֆուրաժային համակցվածքերը միասին 1.100.200.000 տոննա, չէ՞։ Հիմա մենք արտադրել ենք անցյալ տարի մոտ 120,000 տոննա ընդամենը ցորեն եւ Արցախի հանրապետությունի այդ 90,000 տոննան, 100,000 տոննան էլ որ չկա, պատկերացրեք, որ թիվը ինչքան է իջել։ Այսինքն մենք պետքա դրա մասին լուրջ մտածենք եւ իհարկե քիչ հետո մենք անդրադառնանք նաեւ անասնապահական խնդրին, որ բարձրադիր է ձեզ մոտ, բայց միջև այդ քանի որ անենը Ալավերդուց է, վերջերս էլ մենք հենց այդ առաջարկ Հայաստանի ծրագրի շրջանակներում եղել ենք նաեւ Ալավերդում, այնտեղ տարբեր հարցեր բարձրացրին ալավերդցիները եւ հարակից բնակավայրից մարդիկ։ Ես կուզենայի, որ մենք խոսենք թե Ալավերդում աշխատատեղերի հետ կապված ինչ վիճակատիրում, որտեղ օրինակ հետարքիր մի բան ասեցին, որ ամեն օր մոտավորապես 400-500 կին ուրեմն ավտոբուսով գնում է Վանաձորի Գլորիա ձեռնարկություն աշխատում ու հետ է գալ, այսինքն 4 ժամ մարդիկ ճանապարհին են ելնում 4 ժամ օրվա ընթացքում գնում են Գլորիայում աշխատում են հետ են գալի հիմա թե իհարկե նենց տնտեսագիտական մտքի առումով արդարացված չի լինի որ մենք ասենք որ պետությունը պետք է գործարան կառուցի Ալավերդիում բայց պետք է ասենք որ պայման պետք է ստեղծի պայման ոչ մեկ չի ասում որ պետությունը պետք է գործարան կառուցի այս կամ այն ոլորտի բայց պետությունը պետք է խթանի պետությունը պետք է մոտիվացնի ներդրում կատարողին, ներդրում իրականացնողին, որպեսզի այդտեղ այդ եթե այդ ներուժը կա, հիմա հասկանանք Ալավերդում, բացի, այսպես ասած, հայտի կոմբինատից, որը ես չգիտեմ ինչ տարողությամբ է աշխատում կամ չի աշխատում հիմա, ինչա կատարում են տեղ Արեն ջան։ Պարոն Մելքումյան, տարիներ շարունակ Ալավերդում այդ ստեղծված պայմանները գնալով վատթարանում են։ Քանի որ ի սկզբանե հիմա ասեմ որ պղնձաձուլարանը չի աշխատում, առհասարակ չի աշխատում, պղնձաձուլարանը միանգամից փակեցին ու մարդիկ լիարժեք մնացին առանց աշխատանքի, քանի որ պղնձաձուլարանը բավականին մեծ քանակությամբ աշխատակիցներ ուներ, որոնք միջինից ցածր աշխատավարձ էին ստանում, սակայն կարողանում էին իրենց ընտանիքները պահել այդ գումարով, ու հիմա այդ բոլոր տղամարդկանց երևի մոտավորապես 90%-ը Ռուսաստանում ու արտերկրում աշխատում։ Ինչ վերաբերվում է աշխատանքային ընդհանուր միջավայրին, հիմնական տղամարդկանց մասը աշխատում է Թեղուտում, որոնք էլի նույն ճանապարհի քանակությունը կա առավոտ գնում են երեկոյան գալիս, այսինքն կոնկրետ Ալավերդի քաղաքում, եթե չսխալվեմ, ոչ մի հիմնական աշխատանքի կենտրոն Եթե փոքր տնտեսվարող սուբյեկտները չհաշվենք, ասենք մեր ընտանեկան ձեռնարկություն ոչ մի հիմնական ձեռնարկություն չկա, առավել եւս դեղի ունեցած ջրհեղեղից հետո, որի բավականին մեծ աղետ էր Ալավերդու համար, շատ մեծ տնտեսություններ, մեծ խանութներ եւ այլն ջրիտակ անցան, մարդկանց տներ ջրիտակ անցան ու չգիտեմ, աղետի կառավարումը շատ սխալ իրականացվեց, ստիպված եղան հարուստ ու բարեկոծ մարդիկ օգնել մարդկանց, որպեսզի գոնե իրենց տները վերադարձնեն, օրինակ պարոն Ծառուկյանը բավականին շատ մարդկանց տների հարցում օգնեց, բայց տնտեսվարող սուբյեկտները մնացին ձեռնունայն, շատ քիչ օգնություն տրամադրվեց տնտեսվարողներին, որոնք ոչ մի ծախս չկարողացան փակել, ստիպված այդ խնդիրը մնաց այն որ ասում եմ մարդկանց հույսին, վարկի հույսին, ինչպես միշտ, իսկ ինչ վերաբերվում աշխատանքին, Ալավերդում աշխատանք այս պահի դրությամբ մեծ աշխատանք, որպես որ պատկերացնում են գործարան կամ ինչ որ չգիտեմ արտադրամաս, ոչինչ չկա։ Տեսեք, քանի որ եւ Արենը եւ Արմանը դուք ես տնտեսագետներ եք, դուք արդեն ես կարող եմ ասել որ լիարժեք մասնագետներ եք, որովհետեւ արդեն այն հիմնարար կրթական ծրագիրը արդեն ավարտել եք։ Այսպեսի մի բան ասեմ, քանի որ դու ներդրումների մասին եւ մենք ձեռնարկությունների բիզնեսի մասին ենք խոսում, նաեւ Ալավերդում կլինի թե գյուղատնտեսական արտադրության մասով կլինի, մենք պետք է մի բան արձանագրենք, որ դա պաշտոնական է, դա նոր բան չի, այս վերջի մի քանի տարվա բան չի,
Հայաստանի տնտեսությունը սպառողական է, ներդրումային չի, այսինքն կա հստակ չափելի, ոնց որ ասենք թե առողջապահության ոլորտում գնում են, անում են ախտորոշում, հա, ինչը ոնց է եւ այլը, տնտեսագիտության մեջ կա չափելի համախառն ներքին արդյունք, չգիտեմ, արտահանում, ներկրում, հա, ասենք ցուցանիշներ եւ համախառն ներքին արդյունքի հետ զուգորդվող ցուցանիշներ, օրինակ, ուրեմն պետական պարտք համախառն ներքին արդյունք, հարկեր համախառն ներքին արդյունք, ասենք չգիտեմ, սպառում համախառն ներքին արդյունք, ներդրումներ համախառն ներքին։ Մեր հասարակությունը եւ մեր տնտեսությունը սպառողական է։ Ես կարծում եմ, երևի այդ դրա շուրջն էլ դուք խոսեք, որ մենք պետք է գնանք նրան, որ մենք դարձնենք վարելով լրիվ նոր տնտեսական քաղաքականություն, նորից եմ կրկնում։ Ես չեմ ուզում դրա անունը նեպ դնեմ, չէ՞, դուք եթե հիշում եք, որ սովետական տարիների առաջի բանը 20-21 թվերի նեպը, նովա էկոնոմիստ Հիմա լրիվ նոր տնտեսական քաղաքականություն պետք է մշակել, ձևավորել եւ դրա հիմքում պետք է դնել ոչ թե սպառողական, այլ ներդրումային տնտեսությունը, որտեվ սպառում համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը մոտա 90%-ին, իսկ ասենք ներդրումներ համախառն ներքին արդյունքը 20-21% էլ չկա, եւ պետք է արագ հասցնել մի քանի տարվա ընթացքում 40%-ի, որպեսզի համախառն ներքին արդյունքի աճը տեղի ունենա ներդրումների հաշվին, այլ ոչ թե պետական պարտքի հաշվին, այլ ոչ թե էքստենսիվ կոմպոնենտի հաշվին, այլ ոչ թե նրա հաշվին, որ համախառն ներքին արդյունքի կառուցվածքում առևտուրն ու ծառայությունները անընդհատ գնան դեպի եւ իրական հատվածը ոնց որ գյուղատնտեսությունը կամ վերամշակող արդյունաբերությունը, այսօր 7% է վերամշակողը։ Այսպիսի բաներ կա, որ մենք պետք է կարողանանք կառուցվածքային բարեփոխումներ ու տեղաշարժեր անենք։ Իհարկե, sense որ խոսելը մեր հեռուստադիտողը կարող է մի քիչ կոնկրետիկայի։ Դրա համար մենք այս մակրո մակարդակից ուզում ենք իջնենք դեպի համայնք, տվյալ դեպքում ձեր նահապետավան համայնքը արտիքի տարածաշրջան ուզում ենք իջնենք դեպի Ալավերդի, աշխատատեղերը քննարկենք։ Նույն բանը հիմա գիտեք, ես մի անգամ ասել եմ, մենք երբ որ Գորիսում ուղղափանում էինք, ելի մեր առաջարկ Հայաստանի նախաձեռնության թիմակիցներով, մասնագետներով, հիմա քանի որ այդ Արցախի այդ ճանապարհը Լաչինի փակվել է, Գորիսում աշխատանք չկա եւ մարդիկ Գորիսից գնում են, չեմ ասում ընդհանրապես չկա, բայց Գորիսից գնում են Ղափան աշխատելու, որտեղ Ղափանը ունի Խաջանի մոտ կոմբինատ, լեռնարարստացման կոմբինատ, այլ ձեռնարկություններ գնում են սովորական նաեւ բանվորական աշխատանք եւ այլ Ղափանում անելու եւ այնտեղ ուրեմն դրա արդյունքում գները որոշակիորեն իջել են արդեն, ասենք Ղափանցիները, Ղափանի բնակիչները ինչ-որ բողոքում են, որ դուք եկաք, դե որ աշխատանքի առաջարկը մեծացավ, գները համեմատական մի քիչ իջնում են։ Նույն բանը մենք ունենք Վարդենիսում, որտեղ այդ հայտնի պատճառներով Քարվաճառի ճանապարհը բարձա փակվել է եւ այնտեղ արդեն ավելի փակուղային միջավայր է ձևավորվել, հա, ինքը հոսքի վրա էին երկուսն էլ եւ Գորիսը եւ Վարդենը, իրանք փակու, բայց Ալավերդին ինքը փակուղի չի։ Կամ արդիկը ինքը փակուղի չի։ Մենք պետք է հասկանանք։ Վրաստանի այդ սահմանից գտնվում ենք մի ժամվա սպանում, հա, հեռավորության վրա ու բավականին լուրջ այն ժամանակ բավականին շատ էր առևտուրը վրացական սահմանի վրա Հայաստան եկող ու հիմնականում մեր ապրանքները ոչ թե Երևանից էին հետ գալիս բան Ալավերդի, այլ մենք գնում միանգամից Վրաստանից էին մեր ժողովուրդը բերում, բայց հիմա այդ ամեն ինչն էլ բանեն, քանի որ մաքսային բավականին լուրջ սահմանափակումներ են, այո, սահմանափակումներ են դրել, քանի ստեղծվում է իրավիճակներ, երբ որ կոնկրետ տարածաշրջանի ինչ-որ գործարանը մոնոպոլ դիրք է ստանում այդ տարածաշրջանում, այսինքն ինքը ինչ ցածր աշխատավարձով աշխատացնում է մարդկանց, քանի որ այլ աշխատանք չկա։ Օրինակ հիմա տեղում Թեղուտի հանքավայրը աշխատում է եւ Ալավերդ ու մնացած կողքի գյուղերի տղամարդ աշխատողները ստիպված են լինում աշխատել այնտեղ, որտեղ այլ աշխատանք չունեն։ Իդեպ ես պետք է ասեմ, որ աշխատավարձի հետո նաև միգուցե թոշակներն էլ անդրադառնանք։ Ուրեմն Երևան քաղաքում օրական, այսպես օրավարձով աշխատող եւ բանվորների եւ այլ աշխատողների օրեկան վճարման մակարդակը 10,000 համարյա չկա այսօր, 12,000, 15,000, 20,000, իսկ մարզերում բավականին ցածր է, եթե չեմ ասում 3,000 կարող է 4,000 լինի եւ այլ վիճակը այդպեսին, այսինքն ամբողջ հանրապետությունը կենտրոնացած է Երևանի շուրջը, մենք տեսնում ենք դրա արդյունքում ինչ է կատարում եւ խցանումների եւ ճանապարհների եւ այլ հետ կապված, բայց միևնույնն է, դա չի բուժում, չի հենց դրա համար ամեն տարի միջին աշխատավարձ են հաշվարկում, ասում են միջին աշխատավարձը բարձրացավ, բայց չեն հաշվարկում, որ եթե Երևանը զտում են կառանքից, միջին աշխատավարձը կտրուկ մի 100,000-ով հաստատ միանգամից կընկնի, եթե զտենք։ Եթե ոչ ավել, այո։
Գիտեք ինձ ինչա թվում է այստեղ պարոն Մելքումյան, եթե մենք վարենք ճիշտ մաքսային քաղաքականություն, ինձ թվում է մենք ներմուծումները կքչացնենք ավելի շատ տեղական շուկային կտանք արտադրություն ու ինչ որ չափով մենք կփորձենք Երևանն էլ ծանրաբեռնվածության մակարդակից դուրս բերել։ Այսինքն մենք ինչ անենք մեր տեղական արտադրողին պաշտպանելու, հա, հարցնեք բարձրացնում։ Մենք օգնենք մեր տեղական արտադրողներին փորձել թե իրանց գաղափարներով, թե նորարարական տեխնոլոգիաներով մեր շուկան սկսենք շուկայում արտադրել մեր, չգիտեմ, պրոդուկտը։ Եթե պետությունը ինձ թվում է այսօր ճիշտ քաղաքականություն մշակի, օրինակ, էլի հարցը գնում է գյուղատնտեսությունում, եթե այսօր մենք ունենք լուրջ խնդիր, որ 460,000-ից ընդամենը 200,000-ի մոտավոր 200,000-ն է մշակվում, պետությունը այս պարագայում, քանի որ պարենային անվտանգությունը այսօր պետության համար ունի ռազմավարական նշանակություն, պետքա բերի առաջնային խնդիր դարձնի։ Պետքա, եթե այսօր մարդը չի մշակում հողը, պետքա պարտադիր տա մշակման։ Հողը, ասենք, չմշակված վիճակում է, կա սեփականատեր, պետությունը կարգավորում մտցնի, որ այդ չմշակվող հողը X պայմանով պարտադրի, որ տա մշակման, ով կարող է մշակի։ Ոնց որ դառնա ֆերմերային համակարգ, կամ եթե չես ուզում տաս ֆերմերին, մշակի սահմանված կարգերով, որպեսզի կարողանանք մեր պետությանը մենք օգնենք։ Այսօր, հա, այսօր ինչ ենք տեսնում։ Ունենք լայն հասարակություն, լայն խավ, որ պատրաստ է գյուղատնտեսությամբ զբաղվել, բայց մարդիկ չեն տալիս մշակման, չեն այդ պատրաստում մշակել այդ հողերը։ Սա շատ լուրջ խնդիր է։ Եթե տեսեք, 1/3 մասը մեր պարենի չեն կարող ապահովել մեր պետությունում, ասենք 90%-ը կախված ենք Ռուսաստանից։ Դուք պատկերացնում եք օրերից մի օր թե Ռուսաստանից, թե մյուս պետությունների հետ հանգարց մեր հարաբերությունները վատանա, մեր սով է սկսվելու մեր երկրում։ Ասենք 90% ներմուծումը սա շատ ահռելի թիվ է։ Բացի խնդիրներ ունենալուց շատ հասկանալի պատճառներով, օրինակ 19-ի COVID-ի ժամանակ, երբ որ 29-ին պատերազմը սկսեց ու սահմանները փակվեց, այդ հենց այդ է իրավիճակը, երբ որ մենք պատկերացրինք, թե ինչքան է կարևոր պարենային անվտանգությունը։ Կարող է մի օր սահմանները փակվի, մի օր ամբողջ աշխարհը այնքան հիմա խառը վիճակում է, չեն կարող ասել ոնց աշխարհը կվերադասավորվի, ով ում հետ առևտրի մեջ կմտնի, ով ում հետ կուզենա։ Հիմա օրինակ Ռուսաստանի Դաշնությունը, հա, 90%-ով մեր բանը, օրինակ հացահատիկային կուլտուրաները ընդեղից ներմուծում ենք, բայց Ռուսաստանը հիմա գտնվում է պատերազմական վիճակում, կարող է մի օր որոշում է այլևս չարտահանի պահի իրեն։ Օրինակ եմ ասում, բայց այդ իրավիճակները պարենային անվտանգությունը շատ լուրջ խնդիրների առաջ Հայաստանում կանգնած, բայց այն որ ասում է այն կարգավիճակում են գտնվում, որ այդ անվտանգության ղեկավարությունն ասում է, որ ցորեն չի լինի, բրինձ կուտենք։ Այս մակարդակի վրա ենք գտնվում։ Այս լավ։ Հիմա անդրադառնալով նաև Նահապետավան համայնքի մենք բաց թողեցինք նաև անասնապահության հետ կապված խնդիրը։ Ի՞նչն է խնդիրը։ Անասնագլխականակը ինչքան էր, դինամիկան ոնց է, ավելացել են, կրճատվել են, կաթ, մսամթեր, ինչ է կատարվում։ Էլի կկրկնվեմ, որ այս տարածքների միավորումից առաջ էլի համայնքները, խոշորացված համայնքների մասնախոսք, մեր համայնքը լավ զբաղվում էր անասնապահությամբ, բայց այս խոշորացված համայնքներ ծրագրից հետո նորից սկսեց նվազել։ Թե անասնապահությունը, թե գլխականակը նվազում է, գնալով նվազում է, ահա որքան դաժե մենք արդեն Հայաստանում մսի պահանջել ենք պահանջել է արձանագրվել Հայաստանում, դա ընթացքում կերև է։ Ինչն է հիմնական խնդիրներից մեկը, որ մենք չունենք հումք կամ պրոդուկտ, որ ստեղծենք այդ անասուններին պահենք։ Մի հատ խնդիր առաջացավ այս վերջին ժամանակաշրջանում Ռուսաստանից, որ այս նոր սերմերը ներկրվեցին, կարևոր բան է։ Մեր բնակչությանը անգամ տեղակ չպահվեց, որ թե գարին, երբ որ ցանում են գարու սալումը չի հավասարա ցորնի սալումին, դա այսինքն անասունի համար չես կարա դու հիմք համարես, որ վերցնես դրա հիման վրա անասնապահությամբ զբաղվես։ Դա ոնց որ կոպետ ասած բերում ենք, հա, սերմը ստացված լավ ինքը լավ քանակությամբ բերք է տալիս, բայց մենակ բերքով չի։ Անասունին պետքա պահել, պետքա սնուցել, այո։ Դրա պատճառով է որ գլխականակները իջնում է, ահա որ գնել են այսօր շուկայում։ Հողից ստացված բերքը առելի քանակությամբ կա, բայց շատ են գները։ Թե նվազման, թե աճման կարգով երբ որ բերք ենք ստանում, նորից
Նույն գինն է ապավում շուկայում։ Գնային քաղաքականություն չի վարվում։ Ուրեմն ես էսի մի բան պետք է ասեմ, շատ կարևոր մի բան, կապված մեր քաղաքացիների կլինի դա գյուղաբնակ, թե քաղաքաբնակ, թոշակառու, թե աշխատող, պահանջը շատ կտրուկ առաջացել է այն առումով, որ ծախսատարությունը մեծացել է, այսինքն մարդու կենսապահովման ծախսերը կտրուկ ավելացել են։ Դες դու ասում ես անասնակերի հետ կապված, չգիտեմ, հյութալի համակցվածքերի աճել է, չգիտեմ, չնայած կաթիգինը ջրի գնից էժան է, նշանակում է արդեն մոտիվացիան կորում է կաթարտադրությամբ։ Դե մորթի որպես մսամաթեր, ասենք գյուղացին, ասենք տեսնում ենք, որ ընդունենք այսինչ ծառայությունները կտրուկ ավելացել են, նաև քաղաքում ապրելու, նաև գյուղաչեն ծառայություններ։ Ոնց սկսած տաքսի ծառայությունից վերջացած ամենատարբեր այլ ծառայությունների եւ այս շղթայական գների աճը, շղթայական, ես չեմ ասում, որ դա անպայման վերաբերվում է պաշտոնական կենտրոնական բանկի կողմից արձանագրվող գնաճին, որը 480 խումբ ապրանքներին է վերաբերվում։ Խոսքը գնում է նրա մասին, որ մարդ պարտադիր ամենօրյա ռեժիմով է սննդի ծախսեր, առողջապահական ծախսեր, տրանսպորտային ծախսեր, կրթական ծախսեր ուսանողների, մենք չխոսեցինք նաև ուսանողների կրթական եւ վճարները վճարելու բաների հետ կապված։ Եվ այս առումով ելնելով այս ինչ որ մենք ասացինք ծախսատարության առումով ամեն մեկը իր ոլորտում իր գինը գնագոյացում մեծացնում է եւ շուկայում վլնում են տեղաշարժեր, որ այն փոքրերը, որոնք որ որակյալ ծառայություն չեն կարող մատուցեն, որ դրանք արդեն պետք է լուծավեն կամ փակվեն։ Այդ ում հարկային քաղաքականության, շրջանառության հարկի աճի արդյունքում հետ տասնյակ հազարավոր որոշ փոքր ընկերություններ նաեւ կարող փակվեցին, որ բեռը մեծանում է։ Հիմա գալով նաև քանի որ մենք խոսեցինք գյուղաբնակ համայնքներում, նաև Երևանից դուրս մեր ուսանողների հետ կապված, թե վճարը ոնց են անում։ Ուսանողը եկավ սովորելու Երևան քաղաք, սրա մասին շատ ենք ասել։ Ինքը իր ուսման վարձը վճարելու համար պետք է նաև զուգահեռ աշխատի։ Զուգահեռ որ աշխատում է նորմալ դասի չի կարողանում գա, բայց եթե մեկը չկարողանա աշխատի վճարի դուրս է մնում։ Այ ձեր համայնքում կամ ձեր ալավը ինչ եք նկատել, գալիս են Երևան սովորում են, հետ գնում են համայնք, թե մնում են Երևանում։ Այդ ամենա ինձ թվում է այդ գյուղի հետ կապված խնդիրները, որ նշեցինք, ամենալուրջ խնդիրը այնա, որ գյուղում հիմա ապրում են հիմնականում տարեց մարդիկ։ Միջին տարիքի եւ տարեց մարդիկ։ Քանի որ երիտասարդները չեն գնում հետ, քանի որ այստեղ, ինչպես նշեցինք, աշխատավարձները եւ բարձր են եւ կարողանում են ինչ-որ կենսապահովման շրջանակը մեծացնել իրենց Երևանում, այսինքն ուսանողը գալիս է եւ քանի որ աշխատանք այլևս չի գտնելու սեփական համայնքում, մնում է Երևանում։ Եվ այն մշակված հողերի խնդիրը, քչացած անասունների խնդիրը եւ այլն, դա վերաբերվում է նաեւ նրան, որ դրանով չի զբաղվում երիտասարդը։ Եվ տարիներ անց, երբ որ երիտասարդները ավելի շատ լինեն Երևանում, ավելի շատ երիտասարդներ համայնքից այլ համայնքներից գան Երևան, ավելի մեծ է լինելու չմշակված հողերի քանակությունը, ավելի մեծ է լինելու անասնագլխաքանակի նվազման։ Շատ բարի։ Հա, այս խնդիրի լուծումը, որ ուսանողները գալիս են այստեղ սովորում են ու հետ չեն գնում, հետ գնալու խնդիրի լուծումը իմ ասած այս պարտադիր մշակման մասին է խոսքը։ Այսինքն գործազրկության ու աղքատության մակարդակները մենք այս պարագայում նվազեցնում ենք։ Շատ բարի, շատ բարի։ Եվ ամփոփելով մեր սիրելի երիտասարդների հետ, Արենի եւ Արմանի հետ, սիրելի հեռուստադիտող, մեր քննարկումը պետք է ասենք, որ այսօր առավել քան երբեք այդ որ խոսեցինք ծախսատարությունից, գների աճից շատ կարևոր հրատապ խնդիր է դառնում ընտանիքի մարդու ապրելակերպի, то есть կենսապահովման հարցերի լուծումը։ Մարդը ոնց անի, որ արժանապատիվ կենսամակարդակ ունենա, հա, որ չխնայի ինչ որ բաների վրա։ Եթե դու սկսում ես խնայել շատ ծառայությունների վրա, այդ հում քո առողջության պահպանման վրա, ուրեմն այդ դեպքում լուրջ խնդիրներ առաջանում շատ արագ։ Եվ երկրորդ այն հանգամանքը, որ մենք պետք է ռեզերվներ գտնենք, որպես մասնագետներ եմ ասում, թե իսկ այդքան խոսում ենք գների աճից։ Իսկ մի ոլորտ չկա, սիրելի հեռուստադիտող, որ մենք կարող ենք օրինակ այս փուլում կոնկրետ մի միջնաժամկետում կամ կարճաժամկետում, ասենք գինը իջացնենք։ Օրինակ, ես ձեզ եմ, ասենք գազ եւ էլեկտրաէներգիա։ Հնարավոր է գինը իջացնել, թե չէ։ Ես մենակ իհարկե ես իմ հաշվարկները ունեմ շատ մանրակրկիտ։ Ես ուզում եմ մեր հեռուստադիտողին դիմեմ եւ ասեմ, օրինակ վերցնենք գազը։ Ասենք ես որ ասում եմ 10%-ով կարելի է գազի բարձա, որ մենք սահմանի վրա ստանում ենք 1000 խորանարդ մետրը $165, բայց տեսեք ինչա կատարվել։ Գազի հաշվարկը կոնկրետ կորպորատիվ հաշվարկի եւ այլ հաշվարկներով կատարվում է դոլարով։ Այսինքն մենք հիմա հաշվարկը կատարում ենք։ Խնդրում եմ այստեղ չշտապենք եւ ես ուզում եմ արձանագրեմ շատ կարեւոր բան է։
Ուրեմն մենք հաշվարկը կատարում ենք գազի միավորի հաշվով, խորանարդ մետրի հաշվով 480 դրամով, այսօր սակագնի մեջ նստած է 480 դրամ։ Բայց այսօր 370 թե 80 դրամ է, չէ՞։ Եվ այդ իմ հաշվարկը ցույց է տալի, որ սա նշանակում է, որ համակարգում առաջանում է մոտավորապես արդեն մոտ 2 տարի կամ 3 տարի ազգում մոտավորապես 40 միլիարդի կարգի, то есть տարեկան 13-14 միլիարդի որոշակի ռեզերվ է առաջանում դրամական կտրվածքով։ Այսինքն կա մեծ դրամը, որ հավաքվում է 40 միլիարդը, պետք է գնա ինչ որ ենթակառուցվածքների ներդրման վրա, որը ես չեմ տեսնում, որ գնացել է այդ ենթակառուցվածքների վրա։ Նույնը էլեկտրաէներգետիկայի համակարգում, եթե Երևանի ջեկը այսօր ստանում է ընդունենք X դոլարով 1000 խորանարդ մետրը, բայց էապես այս դոլարի կուրսի հետ կապված ցածր գնով աստանում, կամ պետք է գնար Իրան, Հայաստան, այդ կամ դեպի Իրան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան միջանցքի ուրեմն ձևավորմանը, բայց եթե այդ ներդրումները չեն կատարվել, մենք ունենք ռեզերվներ։ Այսինքն ես մենակ այդ 480-380 դոլար դրամ այդ փոխարժեքի տատանման արդյունքում ահավոր մեծ ռեզերվ է առաջացել։ Օրինակ, կան եւ այլ ռեզերվներ։ Ես չեմ ուզում ներքին սակագների մասին խոսեմ ներքին, ասենք թե ընդունենք ատոմակայանի իր արտադրած սակագինը ներքին ինչքան է տալի բեցին կամ հեցին, կամ ասենք թե հիդրոէներգետիկան ինչքանով է տալի, կամ ասենք թե ջերմային կայանները ինչքանով։ Այս բոլորը քննարկելու բան է, որ ես մեր հաջորդ հաղորդումներում կքննարկենք եւ անպայման ցույց կտանք, որ ռեզերվ մենք անպայման ունենք։ Եվ եթե դուք վերջնական մեկական րոպե այլ ասելիքներ չունեք, վերջում խնդրեմ, դուք կարող եք ձեր ասելիքը ասել ամփոփիչ եւ մենք ավարտում ենք մեր հաղորդումը։ Ես շատ շնորհակալ եմ ընդհանուր հաղորդման համար, քննարկումը շատ հետաքրքիր էր։ Ես կուզեի ընդհանուր ուշադրությունը ելի եւս մեկ անգամ կենտրոնացնել երիտասարդության վրա, խնդրում եմ, որ այդ ուշադրությունը բավականին լուրջ լինի, քանի որ ինչպես դուք սկզբում նշեցիք, մեր ապագայի ամենակարևոր հենքը դա երիտասարդությունն է, կրթված, առողջ եւ գիտակից երիտասարդությունը, ինչպես ասացինք, պետք է լինի եւ կրթված, եւ պետք է լինի գիտակից։ Երիտասարդը պետք է իմանա իր գինը, այսինքն եւ իր ազդեցությունը այս երկրի վրա, եւ պետք է հասկանա, թե ինչ է անում պետությունը իր համար, այսինքն երկրի ազդեցությունը։ Բայց գները էլի չենք բարձրացնում։ Չէ, չենք բարձրացնում։ Խնդրեմ, Հարման ջան։ Էլի եմ կարգում, շատ շնորհակալություն հրավերքի համար։ Ինձ թվում է մեր հայրենակիցների համար շատ հայրենակիցները հետևողական կլինեն մեր ասածներին։ Ուզում եմ որ տեղեկացնեմ ձեզ, մենք թիմ ունենք ու մեր նպատակն է որ զարգացնենք պետությունը, ունենանք հզոր պետություն, որ հետո կարողանանք կերտենք լավ ապագա։ Շնորհակալություն Արեն եւ Արման, սիրելի հեռուստադիտողներ, մեր հաղորդումը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Մենք տեսանք, որ ճիշտ է, մենք հրավիրում ենք եւ քաղաքական գործիչներ, ավելի այսպես վաստակ ունեցող եւ մասնագետ տնտեսագետներ եւ այլ ոլորտների պրակտիկ մասնագետներ, բայց իրոք այն բացը, որ նախորդիվ եղել է, մենք մեր սիրելի երիտասարդներին հրավիրեցինք եւ տեսանք, թե ինչքան պայծառ, ինչքան լավ մակարդակով քննարկում գնաց, այնպես որ մեզ սպասում է իսկապես այնպիսի մի ճանապարհ, որ մենք միասին պետք է ապրենք եւ պետք է փորձառուները միշտ գիտելիքները ամենակարևորը կենսափորձը, որն է երիտասարդին որ պետք կենսափորձ, գիտելիքը միշտ էլ կարող է այդ փորձը պետք է ճիշտ վերցնեք եւ անպայման մենք հաջողություն կունենանք։ Շնորհակալություն, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։